Բարելույզ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր Ֆորտունայի տաղավարում տիրում է բարձր հրաշալի տրամադրություն եւ ցանկանում ենք, որ այն տիրի նաեւ ձեր կյանքում եւ այսօր լինի ձեզ համար ամենագեղեցիկ հրաշալի օրերից մեկը։ Ու թող նաեւ այն լինի հագեցած, լինի սիրով լեցուն ժպիտներով եւ թող այդ ժպիտները բխեն միմիայն, իհարկե հոգուց, սրտից լինեն իսկական ու լինեն ջերմ։ Բարելույզ եւս մեկ անգամ։ Այսօր ցանկանում ենք խոսել սրտի մասին հետաքրքիր տեղեկություններից եւ ուզում ենք նշել, որ օրինակ հատկապես երգչախմբում երգող մարդկանց սրտի ռիթմը ասում են, որ սինխրոնացվում է։ Եվ այդ մասին ուզում ենք շարունակել թեման սրտի մասին, խնդրեմ Էրնա ջան։ Այո, ամեն օր մեր սիրտը արտադրում է այնքան քանակությամբ էներգիա, որը կհերիքեր ծանր բեռնատարի տեղափոխմանը 32 կիլոմետրով։ Պատկերացնում եք, դա ինչ հզոր քաշ է 32 կիլոմետր։ Ամբողջ կյանքի ընթացքում սրտի արտադրած գումարային էներգիան բավական է, որպեսզի մարդ հասնի լուսին եւ հետ գա։ Վաու։ Սիրտը արյուն է մատակարարում մեր օրգանիզմի մոտ 75 տրիլիոն բջիջներին։ Միակ օրգանը, որ կարիք ունի արյան շրջանառության, դա աչքի եղջերաթաղանթն է։ Իսկ դուք գիտեք, որ եթե գումարենք արյան քանակը, որ անցնում է մեր սրտով ամբողջ կյանքի ընթացքում, հաշվարկված կյանքի միջին տևողությամբ կստացվի մոտ 5 միլիոն բարել կամ 200 երկաթուղային ցիստերն։ Սրտային բջիջները սկսում են ձևավորվել դեռևս մարդու ձևավորման 4 շաբաթից սկսած, արդեն նրա այդ սիրտիկում սկսում են բջիջները բաբախել։ 4 շաբաթից արդեն պատկերացնում եմ։ Ամենամեծ սիրտը կապույտ կետինն է, այն կշռում է ավելի քան 680 կիլոգրամ։ Նաև գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան բարձրանում է մարդու կրթական մակարդակը, այնքան սրտանոթային հիվանդությունների ռիսկը պակասում է։ Չնայած դրան սրտային հիվանդությունները այնուամենայնիվ մնում են մարդկային կյանքի գլխավոր վտանգներից մեկը, այնպես որ եղեք ուշադիր ձեր սրտի նկատմամբ, որպեսզի այն երբեք կանգ չառնի։ Իհարկե ձեր մեղավորության պատճառով խոսքս հիվանդությունների հետ։ Նաև մումիաների մոտ։ Այդ հիվանդության ախտանիշները որքան զարմանալի է, փաստորեն գիտնականները չգիտեմ ինչպես, բայց գիտնականները ապացուցել են, որ նաև 3000 տարեկան մումիայի մոտ այդպիսի ախտանիշներ են հայտնաբերվել։ Բա Քանի որ մեր սիրտը ինքնուրույն արտադրում է էլեկտրական իմպուլսներ, ապա այն կարող է շարունակել բաբախել մարմնից դուրս այնքան ժամանակ, մինչև թթվածնի վերջանալը։ Վերջապես բոլորս գիտենք, որ սրտի խորհրդանիշ նշանը այսպիսի նշան է, չէ՞, եւ դա գալիս է, մենք չգիտենք որտեղից է գալիս այս խորհրդանիշը սրտի եւ սիրո զգացմունքների հետ կապված, բայց ամեն դեպքում բոլոր կարծես թե հետքերը տանում են դեպի հին Հունաստան եւ այնտեղից է եկել, որ Ենթադրում են, որ այո, այդ սիմվոլը կապված է հենց մտածել են հենց հույները, որ սիրո զգացմունքների, էմոցիաների կենտրոնը հենց սիրտն է։ Այսքանը ամենակարևորը որտեղից է զգացմունքը, որտեղից չի ամենակարևորը, որ իսկապես լինենք սիրով լցված եւ դա իսկապես հրաշալի արդյունք կտա մինչեւ անգամ վերին խավի քաղաքական մակարդակի հարցեր կարող լուծել, երբ որ մենք կարողանանք իսկապես սիրել միմյանց եւ հարգալից լավ վերաբերմունք ունենալ բոլոր մարդկանց նկատմամբ։ Եվ վերջապես այն մեծագույն արժեքներից մեկն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ։ Բարեկամներ, այս պահին երաժշտական դադար մեր եթերում, մեր երաժշտական ողջույնն է այն ձեզ, ուստի վայելեք, այնուհետ կվերադառնանք ու կխոսենք այն մասին, թե ինչու են տարիների ընթացքում ամուսինները իրար նման դառնում։ Հետաքրքրեց, մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, բացենյակը շարունակում է իր ընթացքը, քիչ առաջ ասացինք արդեն, որ պիտի խոսենք այն մասին, որ տարիների ընթացքում ամուսինները իրար նմանվում են։ Էդգար, ըստ քեզ դա այդպես է, թե չէ։ Այո, ըստիս դա այդպես է։ Իսկապես նմանվում են։ Իսկապես նմանվում են։ Արտաքնապես, հոգեպես, միմիկաներով։ Դեռ այս մասին մտածել եմ շատ վաղուց եւ իսկապես հատուկ ինչ որ մեկն էլ Էրնա ջան չի ասել, որ լատես իոգ նմանից նկատել եմ ուսումնասիրելով զույգերից, այնքան շատ նմանություններ եմ նրանց մեջ գտել։ Սա իսկապես չեմ փիլիսիլոփայում կամ թեմայի հետ իմ տեսակետը բռնացնում։ Այո։ Այդ կապ չունի, որ գրել են որ բռնի։ Ահա, հասկացա։ Ախր հետաքրքիրն այն է, որ ասում են, որ ավելի շատ նմանվում են այն դեպքում, երբ ապրում են ավելի սիրով ջերմ մթնոլորտում։ Դա արդեն չեմ կարող ասել, իմ կարծիքով իմ այն ժամանակ, երբ որ ես ասում եմ, մտածում եմ հավանաբար դա արյան նաև շրջանառության հետ կապ ունի, որ ամեն դեպքում հաղորդակցություն է, չէ, եւ նաև համատեղ կյանք է, մտածում եմ գուցե այդ դրա արդյունքում է, որ մարդիկ գուցե այնտեղ ինչ-որ գենետիկ բաներ են փոխանցվում կամ գուցե այդ արդյունքում ֆիզիկապես նմանվում է, օրինակ չգիտեի, որ երջանիկ ապրել դեպքում են նմանվում։
Դե սա իհարկե գիտնականների ապացույց տարբերակն է, այսպես ասած։ Էդգար, ասում են, որ տարիների ընթացքում նմանվում են ժեստերը, միմիկաները, ու եթե ասենք զույգերից ինչ որ մեկը խնդիր ունի ու բուժվել է, ապա երկրորդը նույնպես նա նույնպես պատրաստ է դիմել բժշկին նույն խնդրի համար։ Օրինակ, ինձ հետաքրքիր է, որ երբեմն իսկապես տեսնում եմ ամուսիններ, ում անգամ ժպիտն է նման, բայց դա միանգամից չի եղել բնականաբար։ Դա տարիներ հետո կարող ես տեսնել, որ նրանք նման են։ Դե, ասեմ, մարդը ինչքան էլ կայացած լինի, Առնաջան, մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուրի կողմից։ Անգամ կարող ենք այդ բանը ընդդիմանալ իր արժեքային համակարգին լրիվ հակառակ բան։ Բայց բաներ կա, որ երկար տարիներ երբ որ ապրում ես մարդու հետ, չես կարող եւ նա չի կարող քեզնից բաներ չվերցնել։ Դա անգամ եթե այդ բանը դու ընդդիմանաս, հակառակապես ասած դա այդպես չի, որ ժամանակ հետո կհայտնաբերես, որ ինչ որ բաներ անգամ քեզնից արդեն կա նրանից։ Հետաքրքիր, ասում են նաև, որ հոգեբանորեն մենք ընտրում ենք այնպիսի մարդու մեր կողքին, որը ավելի նման է մեզ բնավորության գծերով։ Հա, այդպես է։ Միտքս թռավ, բայց ոչինչ։ Ամեն դեպքում, չգիտեմ, իսումը պետք է ամեն դեպքում նման լինել, որպեսզի հարմարվել, բայց մի քիչ էլ տարբեր, որպեսզի հետաքրքիր լինի ու կարողանաս սիրել։ Միացա, արդեն միացա։ Բալասոկ է, այսպես ասած հայերեն ասած։ Թռավ, այսպես եկավ։ Ուրեմն իսկապես դա երևի թե երջանկության գրավականներից մեկն է, հաջող ամուսնության գրավականներից մեկն է, երբ որ պետք է իսկապես շատ ընդհանրություններ ունենան, ինչքան շատ ամեն դեպքում նրանք չեն կարող շատ նման լինել, ինչքան էլ սրտանցում չեն կարող նման լինել, բայց ինչքան շատ ընդհանրություններ ունենան նրանք զույգերը, այնքան հաջողված լինի, որովհետև արդեն վեճերի թեման ավելի քիչ անում է, պակասում է, չէ՞, ինչքան աշխարհայացները նման են, ինչքան անգամ ուտելիքի հարցում, երազանքների հարցում, նրանք համատեղվում են, միաբանվում են եւ այդ ընտանիքը լինում է հաջող։ Իհարկե անպայման չի կարող չլինել տարբերություններ, այդ տարբերությունները գալիս են եւ նրանք պետք է այդ նմանությունների հաշվին կարողանան նաեւ հաղթել մնացած տարբերությունները։ Հետաքրքիր է։ Այ գիտնականները փորձ են կատարել, վերցրել են զույգեր ու ուսումնասիրել նրանց։ Իհարկե զույգերը մոտավորապես, ասենք 25 տարվա ամուսիններ են եղել։ Նրանք նայել են նրանց նկարները տարիներ առաջ եւ հետո, երբ նրանք արդեն 25 տարի ապրում են համատեղ, ու տեսել են, որ բավականին արտաքնապես բնականաբար բավականին բան է փոխվել զույգերի մեջ։ Նրանք դարձել են ավելի նման։ Եթե առաջ նրանք որևէ ընդհանրություն չունեին, ոչ ժեստերի, ոչ միմիկաների, ոչ ժպիտի մեջ, ապա հիմա կարելի ասել 50-ից ավել տոկոսով նրանք իրար նման են։ Հետաքրքիր է, չէ՞։ Այո, հետաքրքիր է, բայց դիտելով նրանց արդեն ընտանեկան Եվրոպայի վիճակագրությունը, պետք է ուսումնասիրություններ կատարելու համար կան Հայաստան արդեն մի քանի տարի հետո։ Այո, համաձայն եմ։ 25 տարի արդեն այնտեղ մի քիչ իրանց համար երազանք կլինի։ Ցավոք սրտի։ Այո, կա այդպիսի բան։ Այո։ Բարեկամներ, հիմա արդեն ժամանակն է, որպեսզի երաժշտությամբ ոչ, հիմա գիտես ինչ են դիտելու Էդգար ջան, վարսահարդարման մի քանի հետաքրքիր ձևեր, որոնք իհարկե կօգնեն աղջիկներին, կանանց, մայրիկներին, տատիկներին, թեկուզ, ինչու ոչ, եթե ունեն նրանք գեղեցիկ երկար վարսեր, ապա ինչ որ հետաքրքիր լուծումներ տան այդ գեղեցիկ վարսերը։ Այս բանին եթե դիտող տղամարդիկ կան, կարող են մի բա հանգստանալ։ Չէ, կարող են փորձել նրանք իրենց տիկնանց մազերը այդպես հարտարել, ինչու ոչ։ Այդպես պատահում է։ Իհարկե, այո։ Չեմ տեսել, բայց Երջանիկ զույգերի մասին էր խոսքը, Էդգար, ինչու չի պատահում։ Չէ, երջանիկ կարող է զույգը լինել, բայց տղամարդ այդպեսի հակումներ եւ այդպեսի բնավորության գիծ չունենա կամ հնարավորություն չունենա կնոջ մազերը հարդարելու։ Հա, բայց այդտեղ ինչ կա, ընդհանրապես պոչիկ է կապելու։ Պոչիկ։ Դե լավ։ Չէ, ճիշտ ասած չգիտեմ ինչ է անելու, ամեն դեպքում դիտենք։ Բարեկամներ, բացենյակը սիրով իր ընթացքն է շարունակում, պիտի այս բաժնում ես եւ Էդգարը խոսենք գրազների մասին, բայց մինչ այդ մասին խոսել, ամենահետաքրքիր գրազները ներկայացնել, ուզում եմ Էդգարին հարցնել, Էդգար, դու երբևէ գրազ տարել ես։ Տարել եմ, հիմնականում գրազ ավելի շատ եղել է հիշողության հետ կապված հարցերով, խաղեր, օրինակ ենթադրենք ճինաղ էինք ասում, հավի մի ոտքի մի հատված կա, որտեղ խուտում էին, չէ, այսինքն ոտքի չէ, ինչ որ մի խոսքով, այնպեսի մի հատ այսպեսի բան կա, ձողի երկու եւ դա կոտրում էին, այդպեսով դա գրազը սկսված էր համարվում եւ եթե դու ինչ-որ մի բան տայր դիմացին եւ նա չհիշելով վերցներ, պետք է պարտվեր կամ ասում էր միտես եւ նոր վերցներ կամ կար թվի հետ կապված որ փոքր ժամանակ խաղում էինք, եթե ինչ-որ հարց յուրաքանչյուր հարց տալու դեպքում պետք է դիմացին պատասխաներ 16, եթե ուրիշ թիվ պատասխաներ դա պարտած էր։ Իմիջիայլոց տիկնոջը սկսան
սնիկերս եմ պարտ առ այսօր շուտ կրվել եմ ինչպես եղավ 5 հատ կրվեցի դու ասի լավ բեր 10 հատ որպեսի փոխհատուցի այն 5-ը ես կրեմ դա հավասարվի այդպես մինչև 10 հասանք թե 20 հասանք 20 հասան եւ պարտեցինք ինչպես կարող ենք հիմա գրած գալ հենց այդ սկզբում ես քեզ հարց տամ եւ եթե դու պատասխանես 16 դա ձերքս թող Ուզում եք կտրեմ երնա, դու ձերքս պին բռնես չես թողում բաց թողում եւ ասում ես ձերքս բաց թող, այդ ինչպես եղավ։ Ուրեմն 16 եթե դու պատասխանես կամ ես պատասխանեմ 16։ Ինչի վրա են գրած գալիս։ Այսինքն պետք է անպայման պատասխանենք 16, եթե ոչ ուրեմն կրվում ենք։ Ես էլ կարող եմ քեզ այսինքն այդ հարցը տալ, լավ։ Այո։ Ես քեզ դու ինձ։ Այո։ Այսինքն ով կկրվի։ Ու հետո ինչ ենք շահում։ Ինչ առաջարկի, ինչ ես առաջարկում։ Սնիկերս, բայց ոչ տիկնոջը նման, որ մինչև կյանքի վերջ պարտի լինես։ Սուպեր սնիկերս կարելի ասել, որ երկու հատ լինի, մեկը գոնե ընկերոջը 10 ուտի կամ ես իմ ընկերոջը 10 ուտի կամ ընկերը ամբողջությամբ ինքը ուտի։ Լավ։ Էդգար, դու չես փոխվի երբեք։ Լավ, երկու հատանոց սնիկերս, այսպես ասած, որ կուտեն ես եւ դու իրար հետ։ Այո, պայմանավորվեցինք։ Գրազը կտանեմ։ Բայց մինչև ամսի 20-ն է այդ գրազը։ Մինչև քանիսն է։ Մինչև վաղը։ Համաձայն ես։ Այո, բայց կոնկրետ լավ կլիներ ամսաթվով պայմանավորվեինք։ Վաղը ամսի 26-ը։ Ամսի 26 դու պարտվեցիր արդեն։ Ես պարտվել եմ։ Բայց ես չգիտեի որ մենք խաղի ընթացքում ենք։ Խաղի ընթացքը արդեն ձեր պայմանավորվեցինք պայմանավորվեցինք Ռաջան։ Ես մտածում եմ այնտեղ պայմանավորվում ենք արդեն լադր խաղը չսկսած արդեն պարտվեց մի սնիկերս, ուրեմն ես ուտեմ ամբողջությամբ։ Ես այդ որոշեցի։ Քեզ Էդգար, վերջ։ Սկսենք մեր գրազների հետ կապված թեման, ասեմ որ ամենահետաքրքիր 5 գրազների շարքն եք պատմության ընթացքում տեղի ունեցած ձեզ ներկայացնելու։ Իդեպ մի անգամ Կլեոպատրան եւ նրա սիրելին Մարկ Անտոնիոսը միասին գնացել էին ընթրիքի եւ այդ ժամանակ նրանք գրազ էին եկել, որ Կլեոպատրան ամբողջ ընթրիքի ընթացքում պիտի խմի ու պիտի չհարբի, այսպես ասած։ Նա ասել էր, որ երբևէ չի հարբում, բնականաբար նրան չէին հավատացել, ոնց կարելի է խմել ու չհարբել։ Լավ, ասել էր նա, հանել էր իր ականջողերը, որոնք սև մարգարիտից էին, գցել էր գինու մեջ ու խմել էր։ Փաստորեն, քիմիական բաղադրությունը փոխվել է, երբ սև մարգարիտը գցվել է գինու մեջ եւ նա հեշտությամբ կարողացել էր խմել հյութը, այսպես ասած, որը գինին էր սկզբում։ Դարձել է հյութ։ Պատկերացնու սև մարգարիտայով։ Հավելու քիմիական բաղադրություն փոխելու ընդունակություն։ Այո։ Իսկ Անգլիայում 18-րդ դարում մսի բիզնեսով զբաղվողներից մեկը ազնվականների հետ գրած էր եկել, որ նա չի կարող իր կազմակերպած մրցավազքում հաղթող ճանաչել եւ այդ ազնվականն ասել էր լավ եւ նա այնպես էր արել, այնպես էր կազմակերպել այդ եւ իմչալուց այդ մսի այդ ամբողջ գրազի հաղթանակի բյուջեն, այսպես ասած, նրա ամբողջ մսի այդ բիզնեսն էր։ Եվ նա այդ մսի վաճառականը այնպես էր կազմակերպել այդ վասկուղին, որ նա ասում էր մի շատ նեղ փողոցով եւ փաստորեն ազնվականը չկարողացավ վազել այդ մրցավազքը այդ փողոցի պատճառով եւ պարտվեց։ Ահա, հետաքրքիր գրազ է նաև հաջորդը, հիմա սիրով ներկայացնեմ։ Բայզակը հայտնի էր որպես կանանց գիտակ։ Եթե չգիտենք բոլորս, ապա կարող ենք այդ մասին իմանալ։ Մի անգամ ընկերոջ հետ զբոսնելիս նա տեսնում է երկու կանանց։ Ուզում եմ այսպես նկարագրել անպայման։ Նրանցից մեկը գեղեցիկ կազմվածք ուներ եւ շեք մազեր, երկրորդը նիհար էր ու մուգ գույնի մազեր ուներ։ Եվ տարօրինակ գլխարկ ուներ նաև գլխին։ Բայզակը որոշեց ընկերոջ հետ գրազ գալ, որ շիկահեր կինը ֆրանսուհի է։ Երեխաներ չունի ու ապրում է գեղեցիկ կյանքով։ Իսկ մուգ մազերով կինը, որ նման էր տնտեսագետի, շատ շուտ սխալմունքի արդյունքում երեխա է ունեցել եւ այժմ նրա երեխային դաստիարակում է նրա մայրը։ Երկու ընկերները պայմանավորվել էին, որ պարտվողը վճարում է ռեստորանում ընթրիքի դիմաց։ Երբ Բայզակը ծանոթացավ նշված կանանց հետ, պարզվեց, որ շիկահերն ամուսնացած գերմանացի է, երկու երեխաների մայր, իսկ մուգ մազերով կինը ֆրանսուհի է եւ դերասանուհի։ Պատկերացնում ես Էդգար, այսինքն պարտվել է գրազը։ Լրիվ հակառակ արդյունք։ Լրիվ։ Փաստորեն Նիլ Արմսթրոնգի այդ լուսնի վրա ուղևորությունը մեծ իրադարձություն էր ոչ միայն մարդկության պատմության համար, այլ նաև անգլիացի, բրիտանացի փաստորեն Դեյվիդ Տրիֆոլի համար։ Նա 10 ֆունտ ձեռքին եւ հավանաբար իմացել էր նա Նիլ Արմսթրոնգի այդ ուղևորության մասին եւ նա մտնում է բուքմեյքերական անկերություն եւ ասում է 10 տարվա ընթացքում պետք է լուսնի վրա անպայման ինչ որ մեկը ոտ դնի եւ դա հնարավոր է։ Նրանք ասում են ինչպես, ասում է 10 ֆունտից վերցրեք եւ եթե այդպես լինի դուք ինձ կվճարեք։ Եվ նա փաստորեն բնական Նիլ Արմսթրոնգը գնում է, չնայած դա միջալուց առ այսօր ամենավիճարկելի հարցերից մեկն է, ասում են որ դա մոնտաժված է, որովհետեւ այնտեղ ունենք
մեծ քամին լուսնի վրա եւ պետք է դրոշկա փոխուղա, բայց չի փոխվում, այսպեսի վիճելի հարցեր կան։ Ամեն դեպքում բրիտանացիները իմանում են, որ իսկապես Bookmaker-ական ընկերությունը, որ Նիլ Արմսթրոնգի վրա իսկապես Նիլ Արմսթրոնգը իջնում է լուսնի վրա եւ այդ մարդուն մեծ գումար են վարձատրում եւ նա կարողանում է սպորտային մեքենա գնել, բայց ցավոք սրտի 1 տարի հետո նա մահանում է։ Ահա, բարձ է։ Պետք չէ գրազներ իհարկե նմանատիպ վիճակների համար ձեռնարկել, ավելի թեթև գրազների շուրջ կարելի է միայն։ Ամեն դեպքում մարդը իմաստուն է, խելացի կարողանում է պահ օգտագործել եւ գումար վաստակել։ Դե հա, բան չունեմ ասելու։ Համենայն դեպս հաջորդ գրազը, որ պիտի ներկայացնեմ, մի քիչ ավելի վտանգավոր է։ Իդեպ բոլորս տեղյակ ենք Ժյուլ Վերնի նկարագրած ճանապարհորդությանը, որը կոչվում է այսպես աշխարհի շուրջ 80 օրում։ Սա շատերն են փորձել կրկնել։ Մի անգամ մի լրագրող իր խմբագրից խնդրում է, որպեսզի նրան հնարավորություն տա գնալ աշխարհի շուրջ 80 օր, այնուհետ կվերադառնա լիքը իհարկե հաջողություններով, աչքը տեսած կլինի շատ բաներ եւ այլն։ Նրան տալիս են այդ թույլտվությունը, նա գնում է։ Այդ ընթացքում եւս մեկ լրագրող որոշում է միանալ նրան, ու նրանք սկսում են գրազգալ, թե նրանցից որը շուտ կվերադառնա։ Ու արդյունքում ինչ է լինում արդյունքում առնա։ Տեղակ չենք ինչ եղան նրանք երկուսն էլ։ Բարեկամներ ջան, հիմա գնանք առաջ արխիվում տեսանյութ է։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք տաղավար եւ ցանկանում ենք շարունակել մեր եթերը մի հետաքրքիր նյութով, այն է ինչպես պարզվեց ջերմուկի օգտակարությունը, այդ հանքային ջրի օգտակարությունը ինչպես բացահայտվեց։ Փաստորեն մի մարդ արևածագին գնում էր հարևան գյուղ, ձիով եւ իջավ եւ հոգնած ջուրը տեսավ, ուզում էր խմել եւ այնքան տաք էր ջուրը, որ չկարողացավ փաստորեն խմել, ասավ թե լավ, ամեն դեպքում ոտքի ես լվանամ, թող հանգստանամ եւ դա շատ հաճելի էր, նա անգամ այդ տեղից չէր ուզում հեռանալ։ Հաջորդ օրը եկավ նույն տեղը, էլի ոտքի դրեց ջրի մեջ եւ այս անգամ կարծես թե ոտքերի ցավող հատկությունները հեռացան, կարծես բուժիչ հատկություններ ուներ այդ ջուրը եւ նա գնաց այդ մասին պատմեց քաղաքացիներին, հետո բժիշկները իսկապես պարզեցին, որ այդտեղի բոլոր այդ հանքային ջրերը մեծ բուժելու հատկություններով են օժտված, ահա թե ինչպես պարզվեց։ Ջրի հետ կապված եւս մեկ փասել ուզում եմ ես ներկայացնել, խոսքս այն մասին է, որ երբ մենք շատ հաճախ չէ, երկար ժամանակ մատերը դնում ենք ջրի մեջ, սկսում են մեր մատերը կնճռոտվել։ Սա ինչի հետևանքն է, այ սա նրա հետևանքն է, որ ջուրը ներթափանցում է մաշկի վերին շերտ ու դրա համար սկսում են մատերը կնճռոտվել, այսպես ասած։ Սակայն սա էվոլյուցիայի հետևանքով է տեղի ունեցել, որպեսզի մարդիկ կարողանան թաց առարկաները ավելի հեշտությամբ բռնել։ Փաստորեն կնճռոտված, այսպես ասած, մեջ մատերով ավելի հեշտ է բռնել թացը առարկաները։ Սա իհարկե պարզել են գիտնականները, բնականաբար ոչ մենք, սակայն ես այդ մասին չգիտեի, մտածում էի, որ երևի թե որ շատ է խոնավանում մաշկը, դրա համար է սկսում կնճռոտվել։ Բայց փաստորեն ոչ, որովհետև այդ դեպքում եթե մենք փորձում ենք լողալ ժամանակ առ ժամանակ, չէ, ասենք 1 ժամ մնում ենք ջրի մեջ։ Մեր մարմնի հիմնական հատվածները, ասենք ձեռքերը, ոտքերը չեն կնճռոտվում։ Միայն ծայրամասային հատվածները, այսինքն ոտքի մատերը, ձեռքի մատերը դրանք կնճռոտվում են։ Ու սա հիմնականում կպլստար եւ ինչ-որ թաց բան չէին կարող բռնել ամեն դեպքում։ Ասում են, որ չոր մատերով ավելի դժվար է, քան խոնավացած կնճռոտված մատերով։ Թաց առարկաները բռնելը իհարկե, սա դրա հետևանքն էր։ Լավ, այժմ մենք ընդմիջվում ենք եւ դուք մնացեք մեզ հետ, որովհետեւ առջևում հրաշալի մենք հյուրեր ունենք եւ պետք է դիմավորենք մեր հյուրերին։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, արդեն տաղավարում ենք եւ մեզ համար ամենասիրելի պահերից մեկն է հյուրասրահը եւ այսօր ես ու Էռնան ընդունել ենք մեր համատեղ հրաշալի ընկերներին եւ հատկապես Սուսաննային։ Եվ հատկապես Համլետին ու Սուսաննային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Սիրով ներկայացնենք մեր հյուրերին ավելի մանրամասն, այսպես պաշտոնապես Վանաձորի քաղաքապետարանի տեխնիկային թատրոնի դերասաններ, տեխնիկավարներ եւ այսպես Սուսաննա եւ Համլետ, բարի լույս։ Եվ մեկ անգամ տրամադրությունը Իհարկե լավ։ Արտակարգ, ինչպես միշտ։ Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու եւ այստեղ գտնվելու համար։ Շնորհակալություն։ Բարեկամներ, մենք ձեզ հիմա գործից գցում ենք, չէ՞։ Չէ, մենք մի ժամից ենք փորձի։ Շատ լավ։ Շնորհակալություն, որ կարողացել եք համատեղել։ Խոսենք թե ովքեր են համալրում այսօր թատրոնը։ Երևի հարցին ես պատասխանեմ, հա։ Պատասխանեմ։ Շնորհակալություն։ Ուրեմն
տեխնիկային թատրոնը իր գործունեության 20 մի քանի տարիների ընթացքում, որից 20-ը ավելի օֆիցիալ, դրանից առաջ մի քանի տարի ոչ պետականորեն, բավականին սերնդափոխություններ է ունեցել։ Սկսվել են այն ժամանակ երիտասարդ բավականին կադրերից, որոնք այսօր արդեն բավականին հմուտ եւ նրանք այսօր փոխանցում են իրենց գիտելիքները ձեռք բերածը բավականին ավելի երիտասարդ կադրերի, որոնք թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախնականներ են, շրջանավարտներ են, այսօր համալրում են նրանք։ Մենք 7-ն ենք դերասանական։ 7։ Դժվար չէ աշխատել այս սերնդի հետ։ Դա երևի թող Սուսաննան ասի։ Նա տարբեր սերնդների հետ աշխատել։ Դե իհարկե, երբ սկսեցինք մեր թատրոնի, այսինքն այդ անձնակազմը, որ սկսվեց, ձևավորվեց 94 թվականին, իհարկե չէի ասի, որ այդքան է երիտասարդ էին, տարիքով մեծեր էլ կային, հիմա իհարկե երիտասարդներ են։ Այն ժամանակ սկսվել է տարիքային այդ տարբերությունը շատ մեծ ա եղել, 50 տարեկան, 45 տարեկան, 30, ասենք ինչ որ։ Հիմա արդեն երիտասարդներ են։ Իհարկե ես միշտ ոնց ասեմ, իմ բնավորության գծերից ելնելով ես բոլորի հետ էլ համակերպվել եմ, բոլորի հետ էլ աշխատել եմ նորմալ, իհարկե թատրոնը մեր թատրոնը այնպիսին է, մթնոլորտ այնպիսին է, որ ով էլ գա, հնարավոր չի, որ այդտեղ ինչ-որ իրեն վատ պահի կամ վատ տրամադրությամբ լինի կամ եւ այլն։ Մթնոլորտը այդպիսին է։ Հրաշալի մթնոլորտ է կողքի աչքից, այո, սովորաբար այսպիսի մի բան կա Էռնաջան, ընդհանրապես կոլեկտիվներում այսպես ձեդակշինը ասված բանը կա, որ գալիս են նորերը, հիները վերերից այսպես մի քիչ նայում են։ Օրինակ ես նկատելով Սուսաննա իսկապես հրաշալի անձնավորություն է, միշտ էլ գալիս են նոր կամ միշտ չէ որ եղել են աշխատակիցներ, հենց թատրոնի եղել են, ուղղակի այդ մի օր ենթադրենք այդ մի նոր տարվա ամանորյա պայմանագրով իսկապես բոլոր մայրական կամ քույրերի զգացողությամբ միշտ այսպեսի շատ լավ զգացողություն է տածել եւ նաեւ առիթն է ասել շնորհակալություն ձեզ այդ թատրոնի ես նույնպես աշխատել եմ ֆիզիկային թատրոնում մի քանի տարի ներկայացումներ իսկապես հրաշալի մթնոլորտ է այնտեղ։ Մի այսպեսի հարց է ուզում տալ, դուք երկուսդ էլ խաղացել եք կենթանի այսպես ասած ոչ տեխնիկային նաեւ զգացողության տարբերությունը ո՞րն է, երբ որ կենթանի հաղորդակցություն կա հենց հանդիսատեսի հետ եւ դուք ուղղակի չեք գերեվում շիրմայի ետևն եք եւ հենց տեխնիկն է այդ զգացողությունների տարբերությունները։ Ասեմ, իհարկե դրամատիկը ավելի համեմատած տեխնիկայինի ավելի հեշտ է, հենց միանգամից կապը հանդիսատեսի հետ, քան ասենք, որ շիրմայից այն կողմից։ Իհարկե տեխնիկները աշխատացնել տեխնիկներ շատ դժվար է, փայտին տաս շունչ, կենթանություն այն զգացողությունը, որ դու ունես, պետք է տաս տեխնիկին, դա շատ բարդ արվեստ է, իսկ դրամատիկը ամեն դեպքում ինչ միմիկա լինի քո դեմքին, հանդիսատեսը դա տեսնում է եւ զգում է, իսկ փայտին միմիկա տալ, դա շատ դժվար է, ուրիշ արտահայտչամիջոցներ պետք է ունենաս, որ հաղորդակցես դրանով դեպի հանդիսատես։ Ալլա ուժեղացում է լարումը զգացողությունների ձայնի, որ այդ ամեն ինչը փոխանցի։ Ես անդրադառնամ նախորդ հարցից սկսեմ գալը, որքանով է հեշտ աշխատել սերնդափոխության նորեկների հետ։ Դժվար է իհարկե, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք թատերական ինստիտուտում ավելի շատ դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասան են որպես մասնագիտացվել եւ ասեմ, որ բավականին հետաքրքիր եւ բավականին ծիծաղելի դեպքեր լինում, երբեմն նույնիսկ ես ու Սուսաննան մտածում ենք, ասում ենք ափսոս թաքնված տեսախցիկ չունենք, օրինակ պարզ օրինակ դերասանուհիներից մեկը Արփինեն, երբ նոր էր եկել, անմիջապես այսպես մի հատ ինչ որ լաչար մոր կերպար է խաղում եւ
չգիտեմ ինչ աստիճանի կարելի է ինչպես կարելի է ասել որ պատկերացնեք որ մենք փլվում էինք շիրմայի հետ որովհետև ինքը տիկնիկի տակ խաղում էր երբեմն տիկնիկը պահած ձեռքով ասում էր կգնաս այն կողմ բայց տիկնիկը կանգնած ինքը ձեռքով ցույց է կգնաս այն դրամատիկ ասում էին Արփինե դու չէ տիկնիկ ասում էր վայ հա ու տիկնիկի ձեռքով էր ցույց տալի կամ ասենք տիկնիկը ուղիղ գնում էր ինքը ասում էր դե լավ ես գնացի ինչ որ այսպես օրորվելով շորվելով ինքը գնում էր Արփինե դու չէ տիկնիկը եւ այսպես շարունակ նու մի քիչ ավելի արագ մերվեց թատրոնի հետ, տիկնիկների հետ, ավելի շատ մերվեց Լիլիթը, որը որ այսօր, չգիտեմ նրան համարենք որպես նոր եկած երիտասարդներ, թե մի քիչ ավելի շուտ, բայց նրանք համակուրսեցիներ էին եւ այդ նույն կուրսից նաեւ Հովիկն է մեզ հետ աշխատում, երեքն էլ բավականին աշխատասեր եւ ինչն է ամենակարևորը որ այս վերջերս Արփինեն նույնիսկ վիրավորվեց որ ես վերջի ներկայացման ժամանակ երկու փորձ իրար վրա նկատողություն չեմ անում իրան ինքը շատ լուրջ վիրավորվեց նույնիսկ բանը հասավ նրան որ սենց մի հատ բան ստացվեց էլի որ այդ արդեն ինչ չես նկատում հա չես դա տենց է դերասանը եթե նկատողություն չարեցիր ինքը մտածում է մնացի ստվերում դա տենց է չէ իրանք բավականին աշխատասեր երեխեք են ու շատ այսպես նվիրված իրանք ուզում են որպեսզի ինչ-որ բան սովորեն Սուսանա որպես ամենատաբար ավելի ասենք փորձառու եւ այլն նույնիսկ լինում է որ փորձերից առաջ մեկ երկու այսպես շտրիխ այս պահուզում եմ սենց անեմ Սուսան դա ոնց են անում Սուսանն էլ ասում է շատ պարզ այս ձեռքով սենց ես անում են մի ձեռքովն ես անում երբեմն լինում է որ նույնիսկ մի տիկնիկը 3 հոգով են աշխատացնում այդպիսի բաներ տիկնիկային արվեստում ռեժիսուրայի դժվարությունը ինչու՞մ է կայանում ես արդեն մի քիչ փորձ ունեմ որպես ռեժիսոր նաև որպես բեմադրող ռեժիսոր նաև սա բայց չեմ կարծում որ պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր իհարկե դերասանի ձեռքից կվրիպի ինչ որ շտրիխ Գովում եք ընթացքում դա Էդգարին ասա ես այդ մասին գիտեմ Էդգար ջան ես մեկ անգամ կարող եմ կրկնել գրավոր որպեսի գրավոր տաղանդավոր կարող եմ տակը ստորագրել Շատ շնորհակալություն Էռնա ջան դու ինչպես միշտ ոչ միայն գեղեցիկ ես այսօր այլև շռայլ ես կոմպլիմենտներով ասեմ որ կայանում է ինչում կայանում է նրանում որ նախ ասեմ որ շատ եմ սիրում երեխաների համար բեմադրություններ անել դա կլինի կենթանի թե տիկնիկային շատ եմ սիրում երեխաների համար եւ ինչն է հետաքրքիր որ գալիս է մի պահ այդ չիտկա հասկացողությունից հետո երբ որ անցնում ես բեմ վերջ դու պետք է երեխայանաս սկսես երեխայական աչքերով նայես այդ ամեն ինչին թե չէ հանկարծ կստացվի ինչ որ մանկական ներկայացում բեմադրված մեծերի համար ինչ որ այսպեսի բան կստացվի ինչ որ անհասկանալի միքս դժվար է շատ դժվար է տեխնիկային առավել եւս որովհետեւ եթե մարդուն կարող ես ասենք այսինչ խնդիրը տաս ու դա խնդիր չի անելը ասենք նո հասարակ ինչ որ շարժում ինչ որ մի բան տեխնիկի համար դա դժվար է եւ ասեմ որ հիմա այս պահին ուրեմն վերջնական փուլում է նոր ներկայացումը կարծում եմ այդ մասին մենք կխոսենք այդտեղ ես բավականին այսպես ինչ որ այսպիսի բաներ արեցի փորձեցի հա ինչ որ փորձարարական ինչ որ նորամուծություն ինչ որ բաներ եւ շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնում շատ լուրջ որովհետեւ նախ տեխնիկավարները իրենք դա երբեք չեն արել մեկ երկրորդ հերթին շատ դժվար է այդ անշունչ առարկային այսպես այն աստիճանի շունչ տալ որպեսզի ստանաս այն ինչ որ դու ուզում ես մի խոսքով հետո գումարած այդ ամեն ինչին վերջի ներկայացումը որը որ հիմա մենք արդեն մոտ ժամանակներից կվերջացնենք լրիվ երաժշտական է եւ պարերով եւ երգերով եւ այսպես բաներով ու երգելը դա չի նշանակում տեխնիկը ձեռքը մի հատ այսպես արեց մի հատ այսպես արեց բերանը բացեց փակեց մի հատ աջ նայեց մի հատ ձախ նայեց դա նշանակում է երգել չէ ես անընդհատ դահլիճից ասում եմ նկատելուն պես այն մասին որ տեխնիկը չի շնչում սա շատ կարեւոր հանգամանք է որ տեխնիկը չի շնչում այո եթե չի շնչում ուրեմն կենթանություն չկա պետք է պարտների հետ խոսելիս ինչպես դրամատիկականում շրջվես նայես շնչես խոսես նրանք շատ մեծ այսպես դետալներ են կարևոր դետալներ են որի դեպքում
հանդիսատեսի համար տիկնիկը շնչում է։ Այ ես այսպեսի մի հարց եմ ուզում տալ, մենք կարող ենք ասել, որ համախմբվածությունը ձեր կոլեկտիվի կախված է ձեր տնօրենից։ Իդեպ ուզում եմ ողջունել պարոն Սերգեյ Մելիքյանին, ջերմ ողջունել։ Մեր առաջին հյուրերից է եղել Եվերնայի այս հաղորդման ինչելուց սկսել ենք կարող։ Միանշանակ իհարկե, նախ ասեմ, որ ինքը բացի մասնագիտական իր առավելություններից, ինքը նաև կյանքում ունի շատ հետաքրքիր առավելություններ, Սուսանան կլարացնի ինձ, որովհետև 24 տարի բացի այն, որ Սուսաննայի հայրիկը եւ պարոն Մելիքյանը միասին շատ երկար աշխատել են եւ շատ լավ ընկերներ են եղել, նաեւ աշխատանքային առումով կյանքում էլ նա կարողանում է մարդկանց հետ շատ շուտ լեզու գտնել եւ առաջի կարեւոր հանգամանքը, որ ինքը եւ տարիքը եւ սերը եւ ես չգիտեմ այս ամեն ինչը լրիվ այսպես միացնում է իրար, դառնում է եւ papa եւ եղբայր եւ ընկեր եւ խորհրդատու տեխնիկա ժամանակ ինքը կարող է այսպես նույնիսկ ավելի շատ հուզվի, քան մենք եւ այլն։ Սուսանան թող շարունակի։ Իհարկե ի վերուստ սկսվել է այդ ձևի տան պես, ոնց որ իհարկե տուն տնայնավարություն ասել մեր Սերգեյ Մելիքյանին ու այդպես է շարունակվում, ուզում եմ ասեմ, ելի եմ կրկնում, այնտեղ մտնողը նոր կլինի, ով ուզում է լինի, մտավ, արդեն այդ դա զգում է, որ դա տնայնավարությունը չկա ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի ինչ-որ սենց խմբակային ինչ-որ որ բաժանվում են, ինչ-որ սենց բաներ, չկա այդպիսի բան։ Մեր ընդհանուր, համընդհանուր իրար հասկացած, իրար հետ իրոք լավ հարաբերությունների մեջ ենք եւ ասեմ տարիքային ոչ մի տարբերություն ինձ այսօրվա դրությամբ այդ երեխաները ինձ երեխա են սազում, չէ, բայց ես նրանց հետ շփվում եմ այնպես ոնց որ կամ այսինքն ելնելով ամեն ինչից ոնց որ իրանց հասակակից եւ իհարկե մեծերից էլ է շատ բան կախված Համլետն ամեց ես ասենք Վասիլը Նազլուխանյան, Կարինեն, որը վերջերս վերադարձավ երկար ընդմիջումից հետո։ Հիմնադիրներից իհարկե ասեմ, երկար ժամանակ բացակայեց, ոչ հետո վերադարձավ։ Ասեմ, որ եւ Սուսանան եւ Կարինեն այդ Պակալենյան ես երբեմն որ աչքերս փակում եմ փորձ անել ժամանակ պատկերացնում ասում ինչ ափսոս որ վերացավ մուլտֆիլմ հասկացողությունը թե չէ արտակարգ դուբլաժների ձայներ են շատ մուլտիաժնի ձայներ են եւ ինձ համար օրինակ տեխնիկային բեմադրությունը ես որպես ռեժիսոր աշխատելիս աշխատում եմ մի քիչ մուլտիկ սարքեմ այսպես մուլտֆիլմային լինի եւ Կարինեն եւ Սուսանան բավականին ինձ օգնում են իհարկե տեխնիկային թատրոնի դերասանների ձայնը պետք է լինի սպეციფიկ համաձայն եմ իհարկե պետք է ջոկվի անպայման սպეციფიկ որտեղ տարբեր կերպարներ եւ մարդկային եւ կենթանական այսպես Սամաջան դու նա լավ այնքան բարձր կան դուտակ այո հատկապես Սուսանային եմ ուզում ասել ճիշտ Համլետի շոշափած թեման է ուզում անդրադառնալ ինչ սպասեն մանուկները նոր եթերաշրջանում թատերաշրջանում, բայց մինչ այդ խնդրեմ խոսես ինչ է քեզ համար երկը դու ձայնից խոսեցի։ Մասն դու երկու հարց տվեցիր, որ ես ոչ մեկը չտամ։ Այո, ես այսպես շփոթային ձիու քայլ արեցի։ Այո։ Քանի որ ձայնից սպეციფիկ։ Ձիու քայլ։ Շատ լավ էր ասված։ Շփոթային ձիու քայլ։ Քանի որ խոսեցինք ձայնի սպეციფիկությունից, գիտեմ որ դու նաև հրաշալի երգում ես, ինչ է երգը քեզ համար։ Երգը ինձ համար երգը դե բոլորի համար, երաժշտությունը բոլորի համար, մարդը որ ծնվում է, երաժշտությունն էլ իհարկե իր հետ աչի ծնվում, սկսած օրորոցայինից մինչև վերջ, երաժշտությունը ուղեկից է մեր ամբողջ կյանքում, իհարկե մարդիկ կան, որ դե իհարկե ձայն չունեն, բայց երաժշտությունը շատ են սիրում, ընկալում են դա, եթե Աստված տվել է դա այդ հնարավորությունը, այսինքն այդ ձայնը ինձ տվել է, ես դա օգտագործում եմ, երգում եմ բոլորի համար, երգը ինձ համար Կարող ենք ասել էմոցիաները դրսևորելու միջոց է։ Կարող ենք ասել էմոցիաները դրսևորելու միջոց է։ Եվ իհարկե դա
Ինձ համար թուրք է։ Բանակապել է մեզ համար կներկայացնես։ Ոյ, լավ էլի։ Մի փոքրիկ։ Ավելի։ Մինչև դու կմտածես Ավելի։ Ես եմ սիրում ձեր ձայնի սպეციფიკության մասին ասեմ, որ օրինակ Սուսաննան եւ ոչ միայն արդեն սկսել ենք այսպես ռեմիքսային ինչ-որ բաներ անել, կոնկրետ այս դեպքում Սուսաննայի մասին ասեմ, որ Սուսաննա կարող նույն ներկայացման մեջ խաղալ եւ նապաստակ եւ գայլ։ Ահա։ Միաժամանակ։ Խաղացել եմ այդպես։ Կարող է խաղալ եւ արջ եւ խաղալ փոքրիկ երեխա։ Միաժամանակ ես ինչու եմ հենց կոնկրետ այս կարգի բաներ ասում, որովհետեւ սրանք բավականին դիսոնանս ձայներ են, այնտեղ պետք է լինի շատ փափուկ, շատ նուրբ եւ այլն, այնտեղ պետք է լինի, օրինակ այս վերջին ներկայացումը, որը որ հիմա մենք անում ենք, այնտեղ եւ երգեր կան եւ այսպես խոսակցական բաներում մարդ կար մոտ ժամանակներս եկել էր, դալիճում նստած սպասում էր, որ ես փորձը վերջացնեմ, մեկը ես որ ասեցի մի րոպե ասի դու մի րոպե կբարձրանաս, ասի ես քեզ բան ասեմ։ Սուսանան այդ գայլի տիկնիկով որ չբարձրացավ շիրմայի հետևից։ Այս կողքից նստածը sense մի պահ sense խառնվեց իրար, ասում եմ Սուսաննա, ուրեմն այս մի քիչ ես որ ասում ձախ, ես ինձանից ձախի նկատում եմ։ Այս գիտեի որ դուրս գաս, մեկ էլ ներս մտա, մեկ ասեց, այս աղջիկն էր գայլ խաղում։ Հա։ Երևան որ շփոթ եք ձայները, ասենք նապաստակի կերպով գայլի ձայնով, այո, նույնիսկ ներկայացման ժամանակ նապաստակի մեր դերասանուհին չէր եկել, գնացել ենք, չգիտեմ որտեղ ներկայացում խաղալու, գայլ էի խաղում։ Հիմա չկա, իհարկե գայլը եւ նապաստակը չէին հանդիպում իրար, ստիպված ես խաղացի, եւ գայլ եւ նապաստակ։ Դուրս եկանք արդեն հանդիսատեսի դեմը, երկու տիկնիկը ձեռքիս էր, ու բոլոր շշմած, չգիտեն, ծափարեն, թե ինչ անեն, գժված են նապաստակ եւ գայլ։ Այդ դրանում է դա։ Հասկացաք պրոֆեսիոնալիզմը, այո, սպეციფიკությունը։ Դե ինչ, անցնենք ակապելլայի։ Այո, ակապելլային, այո։ Ես ինքս փորձեցի շեղել այդ հարցը եւ ինքս էլ։ Բայց կներեք, ես պատրաստ չեմ։ Մի փոքր Պատրաստ չեմ։ Այսինքն ոչ թե պատրաստ չեմ, հիմա չգիտեմ ինչ հովարեք Սարեյ ջան։ Չէ, այո, այդ գանը կօգնի։ Շանսոն, հատկապես դեմ շանսոններն եք ում հրաշալի ստացվում, մի փոքրիկ բան։ Էդգար։ Դե լավ, քեզ էլի փոքրիկ ժամանակ ենք տալիս, թող Համլետը ասի թե ինչ է ակնկալիքներ պետք է ունենա այս թատերաշրջանում մեր մանուկները։ Ուրեմն ասեմ, որ սա 21-րդ թատերաշրջանն է, արդեն պետական թատրոնի կարգավիճակում, չնայած արդեն 24 տարի է գործում է թատրոնը, բայց պետականորեն արդեն այո 20 տարի է։ Այս տարի ուրեմն թատրոնը շատ լուրջ եւ բավականին այսպես խիտ հագեցած պլաններ ունի։ Նախ առաջին հերթին գործող 4 ներկայացումներն էլ միաժամանակ կլինեն։ Պատրաստվում ենք քաղաքի տոնի հետ կապված 2 ներկայացում, եթե ոչ 3 տարբեր ներկայացումներ։ Ընդամենը 10 օրից կհանձնվի հանդիսատեսի դատին ուրեմն 3 խոզուկները, երաժշտական, բավականին այսպես հյութեղ, շատ լավ սարքված ներկայացում, լրիվ նոր տեխնիկներով, նոր դեկորացիաներով, երաժշտությունը լրիվ նոր, հատուկ գրված այդ ներկայացման համար։ Ուրեմն այս տարի մեզ ոչ միայն կվայելեն Վանաձորում, այլև ընդամենը մոտ 15-20 օրից մենք կգնանք ուրեմն Ստեփանավան գումարած մի քանի գյուղեր, հոկտեմբերի առաջի մասում կլինենք Վայոց ձոր, բավականին խիստ գրաֆիկ, Վայոց ձոր, հոկտեմբերի երկրորդ կեսում կլինենք ուրեմն Արմավիրի մարզում, եւ որից հետո կվերադառնանք ու անմիջապես կանցնենք նոր տարվա հանդեսին։ Շատ լավ։ Այդպես այո, 4 ամսվա համար բավականին խիտ այսպես գրաֆիկ է նախատեսված եւ ասեմ, որ այս տարվա մեր նոր տարվա հանդեսի համար նույնպես արդեն կա պատվեր, նոր պիեսի երաժշտական էլի բավական ինչպես միշտ տեխնիկային միշտ ինչպես փորձում է երգերով, բարերով եւ այլն, հիմա կա պատվեր, սպասում ենք 2 տարբերակներից, երևի թե կընտրենք, որ մեկը կլինի բեմադրությունը եւ երևի թե նոյեմբերի առաջի կեսից կսկսենք բեմադրության հարցերը, բայց միջև այդ եւ Ստեփանավան, եւ Վայոց ձոր, եւ Արմավիր, եւ գումարած այստեղ նոր ներկայացում, բավականին խիտ գրաֆիկ է լինելու,
Այնպես որ երևի մենք այս տարի չենք հասցնի մեր 20-ամյակը նշենք։ Ինչ որ հատուկ ձևի։ Բայց այդ դեպքում Սուսանան կհասցնի ինչ-որ բան մեզ համար կատարել։ Էդգար Համարը Էդգար Քոչարյանը։ Չենք ասի։ Գոնե նախորդ կասեք ինչ-որ մի բան պատրաստեի։ Լավ, վերջում արդեն ձեր խոսքի փոխարեն, որ վերջում Ինչի կարիք ունի այսօր թատրոնը։ Եկեք խոսենք այդ մասին, հա։ Խնդրեմ։ Շատ։ Նախ առաջին հերթին ինչպես բոլոր թատրոնները, մեր թատրոնը նույնպես անվերջանալի հարց։ Այո, անվերջանալի հարց։ Ինչպես բոլոր թատրոնները, մեր թատրոնը նույնպես շատ լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև ամենակարևոր փաստերից մեկը, որ այն շենքը, որտեղ այսօր գործում է տեխնիկային թատրոնը, ի սկզբանե նախատեսված չի եղել թատրոնի համար եւ առավել եւս տեխնիկային թատրոնի համար։ Եթե դրամատիկականի համար էլի ինչ-որ ձև հնարավոր էր, տեխնիկայինի համար չէ։ Եւ ամեն տարի փորձում են այսպես կար ու կրկատանով, այսպես որոշակի ներդրումներով օգնելով քաղաքապետարանը այսպես սրահ կներես։ Նախկին ծաղկի սրահը։ Նախկին ծաղկի սրահ, հասմիկ ծաղկի սրահը, եթե ծաղիկներ են եղել։ Ոնց կարելի այդ շենքը ինչ որտեղ դարձնել տեխնիկային թատրոն եւ ապահովել ամեն ինչով։ Դա հնարավոր չէ։ Չէ, դա բացառվում է։ Շատ խնդիրներ կան, այնտեղ լուրջ ներդրումներ է պետք, այնտեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եւ ջեռուցման հարց կա, եւ նույնիսկ սանհանգույցի հարց կա, եւ պատերի տաքացնելու եւ նույնիսկ փորձասենյակի, այսպես փորձասենյակում այսպես մի հատ մեծ վարագույր են կախում, տղաները մի կողմում, աղջիկները մյուս կողմում, փոխվել եւ այլ, այսպեսի շատ հարցեր կա, բայց 20 տարվա մեջ որոշակի փոփոխություններ բնականաբար եղել են եւ այսօր ինչ որտեղ նաեւ հարմարվեցվել է որպես թատրոն, բայց ամեն դեպքում անելիքներ շատ կան։ Այսօր ինչի կարիք ունի, ես շատ կարճ ասեմ, շատ հարուստ հովանավորի կամ ես չգիտեմ ասեմ ներդնողի կամ հովանավորողի կամ ինչ որ մի այս կարգի ինչ որ մի բանի։ Բայց դա իսկական մեծ արժեք կլինի, որովհետեւ մենք այսօր ունենք իհարկե այս թատրոնը պահելու մեծագույն խնդիր։ Այն պետք է մեզ պարտադիր։ Ասեմ, որ մայրաքաղաքից Լուսահոգի Մազմանյանը, որը որ թատերական թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորներ այն ժամանակ եկել էր եւ ուզում էր կուրս բացել եւ բնականաբար պետք է ծանոթանար այն հիմնական բազային ինչի հիման վրա պետք է բացվեր, լրիվ ապշահար էր եղել։ Լրիվ ապշահար, հաշվի առնելով ռեպերտուարը, ոնց այստեղ, հա, Վանաձորը sense թատրոն ունի եւ այլն այս կարգի։ Կարինե Խոդիկյանը անցած թե նախանցած տարի էր Խոդիկյանը որ եկել էր Կարինե։ Կարինե Խոդիկյանն էր եկել նորից էլի փառատոնի շրջանակներում, նորից էլի մի խոսքով բոլոր արվեստագետները ովքեր որ գալիս են, բոլորը պարզապես ես չգիտեմ այսպես միջև հատակ խոնարհվելով, բրավո կանչելով, որ բրավո։ Իրոք թատրոնը նախատեսված չլինելով տեխնիկային համար բավականին շատ բաներ է։ 20 տարի այսպես ցկելով եկե հասել այսօրվան այդ թատրոնի շենքում ոչ մի պայմաններ չկա, ոչ մի բան չկա։ Ասեմ 3 թե 4 տարի առաջ երևի Վիվասելի պարոն Յիրիկյանին մենք խնդրեցինք, մոտիկացանք, ասեցինք ինչոց է, ինչ պայմաններում ենք, իհարկե տանիքի հարցներ ավելի շատ, որ մարդիկ գալիս են նստում են, պարտադիր պետք է բացեն անձևանոցները եւ նստեն։ Պատկերացնում եք ինչ վիճակ է։ Դե չեմ ասում, շիրմայից այն կողմ մեզ վրա է այդ ամբողջ անձևը, մենք լեն կողմ, բա հանդիսատեսը, երեխաները, ինչով են մեղավոր։ Պարոն Յիրիկյանը իհարկե դա մեր խնդրանքը չմերժեց, ասեմ, շնորհիվ Յիրիկյանի հիմա մեր տանիքը նորմալ վիճակում է։ Մենք զարմացանք նույնիսկ։ Յուրաքանչյուր այդպիսի ներդրում եւ գնալով ինչ-որ մի բանի կհասնենք, չէ։ Իհարկե։ Պարոն Յիրիկյանը տարեց։ Հուսանք դուք կհանդիպեք իսկապես ձեր հովանավորին, ցավոք սրտի ժամանակը մեր սարսափելի ձևով սպառված է, այդտեղից արդեն ռեժիսորը քիչ եմ մեր ականջին 220 միացնի, որ վերջացնենք։ Խնդրեմ ձեր խոսքը մեջտելի հերոսայտողներին, հանդիսատեսին ձեր եւ ավարտենք մեր այս բաժինը։ Խնդրեմ Սոնա։ Չասեմ։ Մենք շատ ուրախ ենք,
շատ ուրախ ենք, որ ունենք լավ հանդիսատես, լավ մանուկներ։ Ես իրոք եմ ասում, շատ եմ ուրախանում, որ տեսնում եմ այդ փոքրիկ երեխաներին մանկապարտեզից մինչև մեր անգամ ես եմ գալիս ու մեծ իհարկե ասեմ մի բան էլ երեխաները երաժշտությունը լսում են անմիջապես ուշադրությունները դեպի տիկնիկներն են, եթե այնպես չէ երեխաները դե պարզ է, իսկ մեծերը այնքան մեծ հաճույքով են նայում, այդ 45 րոպեն ապրում են իրենց հեքիաթով եւ իհարկե մեծ, բայց ապրում են այդ հեքիաթով։ Հեքիաթը ոչ մեկի համար չի ավարտվում, թեկուզ 90 տարեկան լինես։ Մենք շատ ուրախ ենք, միշտ սպասում ենք ձեզ, միշտ սպասում ենք մեր փոքրիկներին եւ մեծիկներին։ Համեցեք տիկնիկային թատրոն։ Ես իհարկե շատ տխրում եմ, երբ հեռուստաալիքներում չեմ տեսնում սովետական ժամանակաշրջանների մուլտֆիլմերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ժամանակ երբ սովետական միություն գոյություն ուներ եւ ամբողջ աշխարհը այսպես լցված էր, հեղեղված էր շատ հետաքրքիր մուլտֆիլմերով, չմոռանանք, որ դարի կամ կես դարի, եթե չեմ սխալվում, 50 տարվա մեջ լավագույն մուլտֆիլմը համարվեց սովետական միության Յոժիկ в тумане, ոնց է Ոզնին մշուշի մեջ, այդ մուլտֆիլմը համարվեց վերջի 50 տարվա լավագույն մուլտֆիլմը սովետական ժամանակաշրջանի, որը անձայն այնտեղ միայն ինչ-որ էֆեկտներ կան, հետաքրքիր, շատ եմ ցավում, որ այդ մուլտֆիլմերը վերացան։ Ուր էր Դեսպասիրը, որտեղ է Կատյոնոկ Պայինին գավ, որտեղ են բրեմենյան երաժիշտները, մի խոսքով այս բոլոր մուլտֆիլմերը եւ ինչ որ անհասկանալի կենթանիներով եւ անհասկանալի ինչ որ մարդկային դեմքերով մուլտֆիլմեր են հայտնվել։ Մադագասկար։ Եվ այսպես շարունակ։ Ցանկը կարող եմ ասել։ Այս ամենը մեր իրականության մեջ է։ Ես ուզում եմ, որ սիրելի ծնողներ, ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, մտածեք այդ երեխաների հոգեբանության մասին։ Խնդրեմ, համեցեք տիկնիկային թատրոն։ Խոզը խոզ է, կատուն կատու է, շունը շուն է։ Ոչ թե ինչ-որ մուլտֆիլմերի մեջ, որ նայում ես տեսնում ես շուն է, բայց մլավում է, կամ չգիտեմ կով է, բայց հաչում է։ Մտածեք ձեր երեխաների հոգեբանությունների մասին եւ խնդրեմ, համեցեք տիկնիկային թատրոն, որտեղ ամեն ինչ իր տեղում է, որտեղ ձեզ շատ մեծ սիրով սպասում են այսպիսի ստեղծագործողներ եւ ոչ միայն։ Ես բոլորիդ ողջունում եմ, բոլորիդ կոչ եմ անում մեր ամբողջ կոլեկտիվի անունից։ Համեցեք, խնդրեմ, մենք ձեզ բոլորիդ սպասում ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք ձեր ուսերի վրա այս պահին պահում եք եւ իհարկե ձեր նմանները ուսերի վրա պահում են տիկնիկային թատրոնը, որը իհարկե այս պահին ես գտնում եմ, որ անհրաժեշտություն է մեր սերնդի համար։ Թող մեր երեխաները միմիայն տեսնեն լավ իհարկե ներկայացումներ, որոնց հեղինակները, ռեժիսորը, չգիտեմ, դերասանուհին հանդիսանում եք հենց դուք ու ձեր նմանները։ Շնորհակալություն։ Բարեկամներ, դուք էլ շարունակեք հետևել մեր ընթացքին։ Բարեկամներից դուք գիտեք, որ եթե կանոնավոր ամեն առավոտ տաք ջուր խմեք, ապա ձեր նյութափոխանակությունը ավելի լավը կլինի եւ դուք կլինեք ավելի առողջ։ Սա ասում են իհարկե այն մասնագետները, ովքեր զբաղվում են հենց սննդակարգի հետ կապված խնդիրներով, նաեւ կլինիկական դիետոլոգները։ Եվ այսպես մի քանի օգտակար հատկություններ ունի ջուրը, որը կարող եք խմել գոլ վիճակում եւ առավոտյան։ Դրանք սիրով կներկայացնենք ձեր դատին ու թող որ դուք պարտադիր իմանաք, թե առհասարակ երբ խմեք ջուր եւ այն ինչին է ավելի շատ օգնում, ինչի համար է օգտակար։ Եվ առաջինը սա է, փաստորեն ինչպես գիտեք, նաեւ մեր օրգանիզմում արտադրում են տոքսիկներ, թունավոր ինչ-որ բջիջներ, նյութեր, եւ տաք ջուրը շատ օգտակար է օգնության հասնում հենց առավոտյան այս հարցում եւ նա մաքրում է օրգանիզմը տոքսիկներից, նաեւ ինչու՞ չէ մասնատում է մարսողության համար շատ օգտակար է տաք ջուրը, այն օգնում է սնունդը ավելի մասնատվել եւ դա մարսողությունը ավելի հեշտացնում է։ Ահա, այն կանխում է փորկապությունը, նշանակում է, որ եթե դուք շատ ջուր եք օգտագործում, ապա սնունդը ավելի հեշտությամբ է անցնում աղիների միջով։ Տաք ջուրը փաստորեն նաև համարվում է ամենահզոր օգտակար միջոցներից մեկը, տնական հզոր միջոցներից մեկը, այն օգնում է թույլատնել մենստրուալ ցավերը եւ գլխացավերը, ինչպես նաև փաստորեն հայտնի է տաք ջուրը ունի հանգստացնող ազդեցություն որովայնի հատվածում, շատ ժամանակ ասում ենք, չէ, որ մկանները լարված են, ցավում է եւ այդ դեպքում տաք ջուրը օգնում է թույլանալ այդ մկանների նյարդային համակարգում։ Ահա։
Օգնում է նիհարել, եթե դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսած կլինեք, որ ասում են առավոտյան պետք է տաք ջուր խմել կամ գոլ ջուր խմել նիհարելու համար եւ այսպես տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։ Այն նաև փաստորեն բարելավում է արյան շրջանառությունը օրգանիզմում, ճարպային կուտակումները նյարդային համակարգում առաջացած կուտակումների միասին վերանում են, երբ խմում ենք 1 բաժակ տաք ջուր։ Եվ այսպես այն կանխում է վաղաժամ ծերացումը։ Վաղաժամ ծերացումը իհարկե յուրաքանչյուր մարդու համար ամենամղձավանջալի, այսպես ասած, փաստն է, չէ՞, որ հատկապես կանանց ու աղջիկների համար։ Իսկ տաք ջուրը օգնում է, որպեսզի ձեր մաշկը լինի ավելի էլաստիկ, հարթ եւ իհարկե դուք չեք ծերանա, այնպես որ օգտագործեք պլաստիկ։ Այո։ Այդ գալի առավոտյան մարզանք, որը եւս կօգնի, որպեսզի դուք ունենաք առողջ կեցվածք, հրաշալի մարմին, ձիգ, ամուր եւ չեք ծերանա։ Այնպես որ միացեք մեզ առավոտյան մարզանքների եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ, այս բաժնում ուզում ենք անդրադառնալ ձեր կողմից ամենասիրված էջերից մեկին, այն է տատիկի դեղատոմսը, ինչի՞ եմ ասում ձեր կողմից սիրված, որովհետև հաճախ արձագանքներ ենք լսում, որ ասում են՝ «Այ ապրեք, այդ շատ ենք սիրում, երբ որ պետք չէ վազել դեղատուն, այսիտեղ, այնտեղ, ինչ որ դեղ ճարել, գնել, այլ որ տնական միջոցներով բուժվում ենք եւ ուզում ենք հիմա անդրադառնալ թեյի օգտակարությանը եւ փաստորեն ազնվամորով եւ լորենու տերևներով թեյին առաջինը լորենու 4 տերևներից պետք է թեյ պատրաստել, ավելացնել նրա մեջ ազնվամորու 4 հատիկներ եւ տերևներ եւ թողնել 30 րոպե, որպեսզի սառչի։ Եթե չկա ազնվամորու հատիկներ, կարող ենք փոխարինել ազնվամորու մուրաբայով։ Ահա, եւ սա ինձ է նաեւ հրաշալի միջոց է։ Ազնվամորի մալինեն է, այո, մալինա։ Այո։ Մսածության դեմ պայքարելու համար նաև հրաշալի միջոց է։ Շարունակելով թեման, ներկայացնենք հաջորդ թեյը, մասուրով թեյն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասուրը դա վիտամին C-ի հրաշալի աղբյուր է։ Կամ մարդու համար մասուրը հրաշալի թեյի աղբյուր է։ Մնացված մասուրի հատիկները լցրեք կես լիտր եռման ջրի մեջ եւ 1 գիշեր թողեք թերմոսում։ Առավոտյան ֆիլտրեք եւ ըմպեք 30 րոպե ուտելուց առաջ օրական 4 անգամ 1/2 բաժակի չափով։ Նշանակում է կես։ Իհարկե, փաստորեն տաք կաթը հանքային ջրով հազի համար շատ օգտակար է։ Տեսնում ես։ Եթե ձեզ մոտ հազ է առաջացել, ապա պատրաստեք տաք կաթ հանքային ջրով։ Բայց ես չգիտեի, ինչպես պետք է անել։ Երևի խառնում ես հանքային ջուրը կաթով բացում ես։ Հա, հասկացա։ Եվ հազին դա օգտակար է։ Ես կարող եմ սա խորհուրդ տալ իմ հազացող ընկերներին։ Եվ ոչ հազացողներին, հետագայում հազից խուսափելու համար։ Լավ, կաթ սխտորով։ Այս արտակարգ մեթոդը կօգնի ձեզ 1 գիշերում ոտքի կանգնել։ Տաք կաթի մեջ հարկավոր է 10 կաթիլ սխտորի հյութ ավելացնել եւ ըմպել այն գիշերվա ընթացքում։ Վերջ։ Ու դուք առողջ եք։ Այո, փաստորեն ջրով կոմպոտը նաև շատ օգտակար է, մեր շատերի տատիկները, մայրիկները պատրաստում են ջրով կոմպոտ եւ այն փաստորեն նպաստում է իմունիտետի բարձրացմանը։ Նաև կոմպոտի մեջ կարելի ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ կամ մեղր։ Եվ վերջինը երիցուկի թեյն է։ Երիցուկը փափուկ հակաբորբոքիչ միջոց է, լորենու եւ մեղրի համադրությամբ այն հիանալի հակամրսածության միջոց է։ Վերցնել 1 թեյի գտալ երիցուկի եւ լորենու ծաղիկներ, եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 20 րոպե հանգստանալ եւ ֆիլտրել։ Ըմպել 1/3 բաժակ օրական 3 անգամ, մինչ ուտելը։ Կարելի է ավելացնել նաեւ մեղր։ Ու ինձ թվում է այս բոլոր միջոցները հաստատ տեղին կլինեն նաև այն դեպքում օգտագործել, եթե դուք անգամ մրսած չեք, որովհետև սրանք ինձ թվում է իմունիտետը բարձրացնող միջոցներ են նաև, որը կօգնի ձեզ, որպեսզի դուք պայքարեք հիվանդությունների դեմ ու ոչ թե հիվանդանաք նորանեք, այլ ընդհանրապես չհիվանդանաք։ Մի խոսքով, սա էլ տատիկի դեղատոմսն էր, հրաշալի միջոցներ։ Այո։ Հիմա ժամանակն է, որպեսզի մի քիչ ուրախանանք պանդաբումեր եթերում։ Ուրախանանք պանդաբումեր եթերում։ Բարեկամներ, բացենյակը կամաց մոտենում է իր ավարտին, սակայն մեկ շատ հետաքրքիր եւ ուշագրավ փաստ բոլորիս համար։ Այսօր նշվում է ծովի համաշխարհային օրը։ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի միջազգային տոներից է ծովի համաշխարհային օրը։ Այսօրը նշվում է սկսած 1978 թվականից։ Նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի վնաս է հասցնում ծովերին եւ օվկիանոսներին ձկան որսը, ջրավազանների աղտոտումը եւ գլոբալ
տաքացումը։ Եվ երկու ամենահիմնական խնդիրներն են ծովի անվտանգության բարելավումը եւ աղտոտումը, հատկապես այն աղտոտվում են նավթով եւ ՄԱԿ-ի տվյալներով վերջին 100 տարիների ընթացքում թյունոս, բրածուկ եւ մարին ձկնատեսակների ворսը կազմել է 90%։ Նավթի հետ կապված նաև կարող եմ հավելել, որ տարեկան շուրջ 21 միլիոն բարել նավթ է թափվում ծովեր եւ օվկիանոսներ։ Նաև սինթետիկ մնացորդներն են պատուհաս ծովի մաքրության համար, ջրավազաններ թափող սինթետիկ մնացորդների տարեկան հազարավոր ծովային կաթնասունների փաստորեն մահվան պատճառ են դառնում, իսկ գլոբալ տաքացման հետևանքով 10-ից 25 սանտիմետրով բարձրացել է մեծ ջրավազանների մակարդակը։ Այո։ Բարեկամներ, այսքանը իհարկե կապված այսօրվա ծովի միջազգային համաշխարհային օրվա հետ, այժմ շարունակենք թեման եւ օրվա հերոսներին շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են հենց այսօրը, շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք սեր, երջանկություն, հոգու անդոր, խաղաղություն ու թող ժպիտը միշտ անպակաս լինի ձեր դեմքից։ Ասենք առաջ, շնորհակալություն Էդգար ջան։ Սա էր քո պատվին ու հիմա 1908 թվականին այսօրն է ծնվել Ալեքսանդր Մանուչարյանը, հայ ազգի խորհրդային բանաստեղծ, անասնաբույծ սելեկցիոներ։ 1943 թվականին Արամ Սարոյան, ամերիկացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ։ 1944 թվականին է ծնվել Մայքլ Դուգլասը, ամերիկյան դերասան եւ արտադրող։ 1968-ին ամերիկյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը։ Նաև Քեթրին Զեթա Ջոնսը 1968 թվականին, բոլորս գիտենք երևի թե նրան դերասանուհի, երգչուհի։ Փաստորեն Ուիլ Սմիթը եւ Զետա Ջոնսը նույն օրն են։ Կարող ենք ասել 1968 թվականին։ Այո, երկուսին, Քեթրին Զետա Ջոնսը եւ Կարող ենք տարիք անգամ իմանալ փաստորեն։ Նրանք կարող են ծախսը թեթև լինելու համար հավաքվեն միտեղ։ Այո, միասին նշեն եւ բոլոր հյուրերին տարբեր առանձին չխանչել։ Հայի մտածելու ձև, չէ՞, ավելի էժան պրոցես։ Եվ հատկապես նրանք երբ որ ամեն ֆիլմի համար մոտ 20 միլիոն դոլար չէ վաստակում։ Այո։ Բարեկամներ, շնորհակալություն, եթե հետևում եք մեր եթերային ընթացքին, ձեզ համար սիրով էինք աշխատում, հավելեմ նաև որ ձեզ շատ սիրում եմ, սիրում ենք։ Շեշտեցի շնորհակալություն ուղղելու համար։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն։ Մնաք բարի։